Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է, քաղաքացիները 2026-ին իրենց քվեով ջախջախելու են օտարերկրյա այն ուժերին, որոնք ցանկանում են հարցականի տակ դնել Հայաստանի անկախությունն, ինքնիշխանությունը, տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն բոլոր ուժերին, որոնք որ թալանով են զբաղվել, իրենց կուտակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Իսկ թե ինչու նա չի ինքնաառաջադրվել 2026-ի ընտրությանը քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում որպես թեկնածու, պարզաբանեց, պատճառները տարբեր են։ Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու։ Ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարտունության զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական եւ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում եւ ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարտունաբերական ոլորտի կայացման եւ զարգացման։ Քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում չի առաջադրվել նաեւ Հրաչյա Հակոբյանը։ Որևէ պատճառ չկա։ Ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունից զբաղվել։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ կմասնակցեմ կուսակցության նիստերին, բայց շատ այսպես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Հակոբյանը տեղեկացրեց վարչապետի հետ այս հարցի վերաբերյալ քննարկում ունեցել է։ Տեղյակ եմ եղել։ Ինչպես արձագանքեց բանը։ Շատ նորմալ։ Հարցին ինչով է զբաղվելու, ասաց, որ դեռ չի մտածել այդ ուղղությամբ, հետագա աշխատանքի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որով Փաշինյանը խոցելի կդառնա։ Լրագրողները Հակոբյանից հետաքրքրվեցին նաև 8-8 սուպերմարկետն իրենց ընտանիքի հետ կապելու վերաբերյալ լուրերին։ Այդ լուրերն ավելի վաղ Facebook-ում հերքել էր վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը, նշել, որ 8-8 սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի եւ կոչ արել բոյկոտել ցանկացած բիզնես, որը կկապվի իր անվան հետ։ Կարծում եմ մի փոքր ուշացած է այդ գրառումը։ Ճիշտ ասած, ես էլ էի մտածում, որ պետք է որևէ ձևով անդրադառնամ այդ թեմային, բայց չէի ուզում շատ ավելի լրջացնեմ այդ թեման, մտածում եմ դե հիմա այսպես ասած հա խոսքում է, կանցնի կգնա, բայց գնալով հասկացանք, որ արդեն շատ են դրա մասին խոսում։ Անդրադարձ եղավ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին, եկեղեցու ներսում խնդիրներ կան, ընդգծեց նա։ Հարցին ինչպես է ստացվում, որ վարչապետն ընդունում է այնպիսի եպիսկոպոսների, որոնց անվան հետ նույնպես կան որոշակի խոսակցություններ, Հակոբյանը պատասխանեց. Ես տեսել եմ մեկ այլ տեսանյութ, որտեղ Արշակ Սրբազանը ասում է տեսանյութը իրական է, պետք է անդրադառնալ բովանդակությանը, որը չգիտեմ, կեղծ է կամ ինչ է։ Որոշ եկեղեցականների հետ կապված քննարկում անցել, որտեղ նախորդիվ այդ հոգեորականները գրառմամբ հայտարարությամբ հանդես են եկել։ Ինչի է որոշում, որ այս մարդկանցով մաքրում է եկեղեցի։ Իսկ ում հետ քննարկում անի, եթե 10 կամ 9 եպիսկոպոսներով եւ արքեպիսկոպոսներով հայտարարություն են արել, ում հետ հանդիպի քննարկի։ Քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում չառաջադրվելու հարցը շարունակեց նաև պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Արդյոք ինքնակամ է գնում, պատասխանեց ամբողջությամբ ինքնակամ։ Փախուստ չի, փախուստ գներ 21 թվականին։ Հարցին արդյոք իր որոշումը քննարկել է վարչապետ Փաշինյանի հետ, տվեց բացասական պատասխան։ Միևնույն ժամանակ նկատեց, վարչապետը ոչ մեկի ազատ կամ արտահայտումը չի սահմանափակում։ Երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրանց կողքին, ընտրություններին իրանց օգնելու եմ։ 26 թվականի քաղաքացիական պայմանագիրը վստահ եմ, որ հաղթանակ ունենալու։ Չնայած չառաջադրվելուն պատգամավորները հայտարարեցին, որ շարունակելու են մնալ քաղաքացիական պայմանագրի անդամ։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։